Մենք ապրում ենք հսկայական ինֆորմացիոն ծովում, ուր շատ դժվար է գտնել լավ, օգտակար ինֆորմացիա։ Սա շատ հոգնեցուցիչ ու անօգուտ է, բայց եկեք փոխենք մեր մարտավարությունը։ Ինչքան լավ կլիներ, եթե մենք կարողանայինք ստիպել լավ ինֆորմացիայի կաթիլներին փնտրել մեզ եւ ոչ թե հակառակը։ Մեր ինֆորմացիայի գլխավոր աղբյուրը դա ուրիշ մարդկանց հետ փոխադարձ փոխանակությունն է։ Հետևաբար, լավ ինֆորմացիա ստանալու առաջին պայմանը հանդիսանում է մարդկանց հետ լավ հարաբերություններ ստեղծելը։ Դրա համար էլ ժպիտը, վայրացակամությունը պետք է դառնան ինֆորմացիա հավաքելու ձեր գլխավոր գործիքները։ Բաց սիրտը, ուրիշների նկատմամբ ուշադրությունը, զգայունությունը, բնական ու տրամադրող ժպիտը, որ վստահություն են ներշնչում, դառնում են մի մագնիս, որը ձեզ է ձգում լավ ինֆորմացիան։ Լավ ինֆորմացիայի ստացման երկրորդ պայմանը կյանքի փիլիսոփայությունն է։ Այն պետք է հիմնվի ճիշտ արժեհամակարգի վրա, ինչի շնորհիվ ուղեղը կարող է ճշմարտորեն բաժանել ինֆորմացիան լավի ու վատի։ Եթե ուղեղը գործում է խեղաթյուրված արժեհամակարգին համապատասխան, այն չի կարող լիարժեքորեն բացահայտել իր ներուժը։ Դա նույնն է, որ համակարգիչ ներբեռնես անճիշտ ծրագիր եւ պահանջես նրանից ճշմարիտ պատասխան։ Նմանատիպ գործողությունները միայն իջեցնում են համակարգչի արդյունավետությունը, առաջացնում սխալներ համակարգում ու վերջնական արդյունքում հասցնում անաշխատունակության։ Ուղեղը, որը առաջնորդվում է արդյունավետ արժեհամակարգով, կաշխատի անարդյունավետ։ Մարդը, որի ուղեղը առաջնորդվում է հիմար արժեհամակարգով, հիմարություններ կկատարի։ Ամենավատ դեպքում, եթե ուղեղը ուղղորդվում է խեղաթյուրված վտանգավոր արժեհամակարգով, այն կդառնա հիվանդ ու վտանգավոր, բայց իր ուղեղի տեսակետից նման դեպքերը հանդիսանում են անարդյունավետ, հիմար ու վտանգավոր տիրոջ կողմից ղեկավարման հետևանք։ Իրականում անարդյունավետ, հիմար, վտանգավոր ուղեղ չի լինում, այլ լինում են նմանատիպ հանգամանքներ։ Երրորդ պայմանը դա ուրիշ մարդկանց հետ ինֆորմացիայի այլ փոխանակման ձեր ընդունակությունն է։ Եկել է մեր ժամը ազատագրելու մեր ուղեղը։ Եթե մենք կարողանանք ամբողջովին օգտագործել ուղեղի ներուժը, որ այդպես բարեգթորեն մեզ է նվիրել Արարիչը, այս աշխարհը իսկական դրախտ կդառնար։